Պարոն Ղուկասյան, դիտեպ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը Գյումրիում Սարիկ Մինասյանի 34% ձայն տանելու հետ կապված դուք որքանով եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը, թե այդուհանդերձ Սարիկ Մինասյանն է կարողացել ԿՊ-ին ռեյտինգ ապահովել, ներողություն, քանի որ քաղաքում նաև զարմացած են եւ խոսում են, որ այդքան ձայն է կարողացել Սարիկ Մինասյանը տանել ձեր թաղամասից։ Այդ ինչքան է տարել, որ մեր թաղամասից։ Մեր թաղամասից այդքան շատ ձայներ չի տարել։ Մեր թաղամասից մեր վստահված անձինք, մեր ուրեմն այնտեղի ներկա գտնվող մարդիկ տեսել են Երևանյան լեզվով խոսացողներ, ախրքյալակի կողմից լեզվով խոսացողներ, հասկանալի է, եւ դա միայն մեր թաղը չէ, դիմացի հատվածներն էլ ընդգրկված եղել մեր թաղում, մոտարապես ես տարել եմ այդտեղ 600 մի տեղամասում տարել եմ 600 ձայն, իրենք 110, չգիտեմ ինչքան, ուրեմն այդ ամեն ինչը պդցնելով, անելով, դնելով եւ գիտեմ, որ դա Սարիկի ձայները չի Իհարկե, իրենց միջի խոսակցությունից եմ տեղյակ, որ ասել են, այս արել ենք մենք, բա դուք ձեր ամբողջ ԿՊ-ով այս քաղաքում ինչ եք արել, 500-ից թե 1000 ձայն եք հավաքել, եթե մեր ամբողջ այս մոտեցումը չլիներ, դուք ինչ ձևով էիք ուրեմն պաշտպանելու ԿՊ-ի տեխնազությունը եւ իրենց միջի խոսակցությունները, իրենց միջի կոնֆլիկտները, բաները այնպես որ մենք այնտեղ էլ մարտիկ ունենք, մենք հանգիստեղի Գյումրիում պատերը ինձ տեղյակ են տանում, թե ինչ են խոսում, հիշի, ասեք։ Դուք ասում եք, որ նախագահ Քոչարյանն է քարգում, առաջինը Քոչարյանից դուք արձագանք ունեք կամ շտոլավորանքի տեսքով կամ գուցե SMS-ի տեսքով, երկրորդը դուք ձեր ամենաառաջին տեսանյութը, որ հրապարակեցիք Հարոզ Արշավի առաջին օրը, հիշում եք ինչ շատ ոտաշունչ ելույթ է հրապարակից թրքահպատակներին այստեղից վտարելու մասին։ Առաջին հերթին ովքեր էին այդ թրքահպատակները Եվ այդ թրքահպատակներին վտարելը ձեր ընտրվելու դեպքում ոնց եք տեխնիկապես պատկերացնում։ Մի հատ մեզ լուսավորեք։ Ուրեմն Քոչարյանը Ռոբերտը ինձ չի շնորհավորել, SMS չի ուղարկել, մենք իր հետ չենք խոսել, միգուցե կարող է վաղը խոսենք կամ ընդհանրապես չլինի նա, բայց հիմա ինչ որ ասեցիք, ես պատասխանում եմ։ Ինչ մնում է Թրքահպատակ բառը ոչ միայն ես եմ ասում, Հայաստանի Հանրապետության հավանական է 60-ից 70%-ն է ասում, ես այդ 60-ից 70%-ի մեջ եմ եւ միանշանակ աշխատելու եմ դրա վերաբերյալ, որ թուրքերին չբերեն այստեղ, սահմանները չբացեն, թուրքերը չկան այստեղ հռռոցով սեփականությունները շատանա, աշխատելու եմ դրա դիմաց միանշանակ։ Մնացածներ չեմ ուզում։ Ուրեմն ներքի թրքահպատակները, ներքին հայ թուրքերին անպայման շապիկները պատռելու ենք, պետք է անպայման ցույց տանք, թե ովքեր են նմանատիպ մարդիկ եւ ինչ կառույցներ են ղեկավարում, հասկանալի է, միանշանակ աշխատելու ենք ԿՊ-ի դեմ։ Այսինքն դուք միանշանակ աշխատելու ենք, որ էլ երկար չխոսես, ես զգում եմ քո ուրեստանումից, միանշանակ դեմ եմ աշխատելու ԿՊ-ին։ Եղավ։ Դուք նաև հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այո, ես դեմ եմ այսօր հայ-թուրքական սահմանի բացմանը, որովհետև այսօր Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, Հայաստանում 18-ից 25%։ Այստեղի գործարարը Ուրեմն այդ սկզբունքով է օգտվում Թուրքիային 2-ից 4%։ Ընդտուփ թուրքերը նմանատիպ դրսի, եթե արտահանողներ կան, օրինակ ես գիտեի կառույցներ, մարդկանց, որոնք իրենց երկրի ղեկավարությունն ասել է, այն ժամանակ, որ Ռուսաստանին այդպես սանկցիաների տակ գցեցին, ասեցին կատի վերամշակման գործարանին կանչել են աշխատակիցներին, նմանատիպ մարդկանց, ովքեր որ զբաղվում են, ասել են ձեզ ինչքան գումար է պետք, ասել են խոսքի X գումար, ինչ տոկոսներով, բա 2-ից 4%, ասել են ձեզ տալիս ենք հավանական է 0%-ներով, ասել ես X գումար, արքես 2X, 3X, այս կաննել հետ չես վերադարձնի, միայն արդադրանք արա ուղարկենք Ռուսաստան ու իր պետությունն էլ ուրեմն շուկան ապահովել է։ Հիմա Հայաստանում այդպիսի մոտեցում որ գործարարը ունի, որ գործարարը այդպիսի մոտեցում ունի։ Դրա համար եթե սահմանը բացվեց, ուրեմն այստեղի աշխատատեղերը այդ փոքր գործարաններն բոլորը փակվելու են։ Դա էլ եւս թուրքական քաղաքականություն։ Ղուկասյան, չէ՞ կարծում, որ եթե Թուրքիան գիտենա, որ հենց այդ մեխանիզմով Հայաստանին կարելի է այդպես ասած վնաս հասցնել, ժամ առաջ կբացեր սահմանը։ Ուրեմն դա այդպես հեշտ ու հանգիստ չէ սահմանը բացելը, դա շատ գեղեցիկ մտածելակերպով պետական ուրեմն
ինստիտուտները համոզեցնելով այստեղի ղեկավարությանը սահմանը բացելու հետ կապված, դա ես հանգիստ զգում եմ, որ դա իրանք կանեն, անպայման կանեն։ Եվ դրա համար ես միանշանակ դրան դեմ եմ։ Եթե այդ պայմանները ինչ որ հիմա Թուրքիայում են անում, Հայաստանում լիներ, մեր հայերը ավելի խելացի են ու բանիմաց են ու գործոնյա են։ Եթե